Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը այսօր կհանդիպի ԱՄՆ պետդեպարտամենտի քարտուղար Մարկո Ռուբիոին, հայտնել է ԱՄՆ պետքարտուղարությունը։ Հանդիպումը կկայանա Երևանի ժամանակով 21:00-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում։ Այցի ծրագրում նախատեսվում է թրիփի կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն, հայտնել են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։ Պետդեպարտամենտի կայքի օրակարգում ասվում է, որ հանդիպմանը կմասնակցեն նաև պետքարտուղարի տեղակալներ Քրիստոֆեր Լանդաուն եւ Մայքլ Ռիգասը։ Միացյալ Նահանգների առևտրի եւ զարգացման գործակալության տարածաշրջանային տնօրեն Կարլ Կրեսի ղեկավարած պատվիրակությունը Բաքվից կայցելի Հայաստան, հայտնել է Երևանում ԱՄՆ դեսպանատունը։ Բաքվում պատվիրակությանը ընդունել էր Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը երեկ կայացած հանդիպման ժամանակ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել էին Թրամփի ուղի նախագծի իրագործման հեռանկարները։ Սահմանային ծառայություն իրականացնող զինծառայողները ծառայության 1.5 տարվա ընթացքում կստանան 21-ից 30 օր արձակուրդ։ Այսօր կայացած ասուլիսում հայտարարել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, խոսելով ծառայության բարելավման վերաբերյալ վերջին փոփոխություններից։ Անդրադառնալով ծառայության ընթացքում զինծառայողների մահացության դեպքերին, Պապիկյանը նշել է, ըստ 2025 թվականի վիճակագրական տվյալների տարբեր տարիքային խմբերում գրանցվել է 30 մահվան դեպք, որոնցից 24-ը ծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներում, 6-ը ծառայության հետ կապված, այն է կայծակնահարություն, ինքնասպանություն եւ առողջական խնդիրներ։ 2024 թվականի համեմատ մահացության թվերը 2025 թվականին պակասել են 40%-ով։ Սա է իրականությունը, եւ ես կարծում եմ, սա այնպիսի վիճակագրություն է, որը իհարկե բարդ է ասել գոհացուցիչ, այսու առնելով որ դա մահվանն է առնչվում, բայց չեմ կարող նաեւ չգնահատել, որ մենք ունենք էական արդյունքներ եւ էական տեղաշարժ այս առումով։ Եվ ամենակարևորը, միջ անձնային հարաբերություններում սպանության դեպք եւ մարդը մարդու սպանում է։ Նման դեպք չենք ունեցել։ Սա աննախադեպ է երրորդ հանրապետության պատմության մեջ։ Հունվարի 13-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Առավոտյան 8:10-ի սահմաններում Հերացու փողոցից դեպի Խանջանի թունել տանող ճանապարհին բախվել են Toyota, Mercedes Sprinter, Chevrolet եւ Voya մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կա 6 տուժած, որոնցից 3-ը երեխաներ, նրանց տեղափոխել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Վիճակի մասին դեռևս տեղեկություններ չկան։ Մեքենաները տեղափոխվել են Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Սա պատերազմ է եւ պատերազմում զոհեր լինում են։ Ես չեմ խնդրել մարդկանց դուրս գալ փողոցներ եւ կռվել ռեժիմի դեմ, հայտարարել է Իրանի գահընկեց վերջին շահի որդի Ռեզա Փահլավին, պատասխանելով լրագրողի հարցին, թե նա պատասխանատվություն չի կրում իրանցիներին մահվան ուղարկելու համար։ Ավելի վաղ Իրանի արտգործնախարարը հայտնել էր, որ ցույցերին ներգրաված են ԱՄՆ-ի եւ Իսրայելի ուղղորդած ահաբեկիչները եւ որ իրանական կողմը ունի ապացույցներ։ Իրանում ավելի քան 2 շաբաթ տևած բողոքի զանգվածային ցույցերը դեռևս շարունակվում են։ Անհնազանդությունների ընթացքում ցուցարարները հարձակվել են ոստիկանական եւ շտապօգնության մեքենաների վրա, հաղորդել են լրատվամիջոցները։ Ֆրանսիան տարհանել է Իրանում իր դեսպանատան անձնակազմի մի մասին։ Ֆրանսիացի դիվանագետները երկիրը լքել են հունվարի 11-ից 12-ը։ Տարհանվածների հստակ թիվը չի հրապարակվել, սակայն սովորաբար դեսպանատանն աշխատում է շուրջ 30 մարդ։ Դեսպանի եւ կրիտիկական նշանակություն ունեցող անձնակազմը մնում են տեղում, որպեսզի օգնություն ցուցաբերեն Իրանում գտնվող Ֆրանսիայի քաղաքացիներին։ Իրանի հետ առևտուր իրականացնող ցանկացած երկիր ԱՄՆ-ի հետ առևտրի դեպքում կբախվի 25% մաքսատուրքի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Բացի այդ, ամերիկյան մամուլում շրջանառվում են տեղեկություններ, թե Թրամփը հակված է հարվածել այաթոլլաների ռեժիմին։ Չնայած այս ամենին, Սպիտակ տան կայքում որոշման վերաբերյալ պաշտոնական տեղեկություն չկա։ Չկա նաև տեղեկություն այն մասին, թե մաքսատուրքերը կիրառելու համար ինչ իրավական լիազորություններ կգործածվեն կամ դրանք ուղղված կլինեն Իրանի առևտրային բոլոր գործընկերներին։ Իսրայելական կողմը հայտարարել է, որ երկրի բանակը մշտապես պատրաստ է Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերում անսպասելի սցենար զարգացնել։ Ըստ միջազգային լրատվամիջոցների, երկրում զանգվածային ցույցերի հետևանքով զոհերի թիվը հասել է մոտ 600-ի։ Բացի հակակառավարական ցույցերից, Իրանում տեղի են ունենում նաև իշխանամետ ակցիաներ։ Երկրում երրորդյա սուգ է հայտարարվել։
ԱՄՆ պետդեպարտամենտը կոչ է արել Իրանում գտնվող իր քաղաքացիներին մեկնել Հայաստան կամ Թուրքիա։ Հայտարարության մեջ պետդեպարտամենտը նշել է, որ մեջբերում Իրանում բողոքի ցույցերը սրվում են։ Շարունակվում են անվտանգության ուժեղացված միջոցառումները, ճանապարհների փակումը, հասարակական տրանսպորտի խափանումները եւ ինտերնետի արգելափակումները։ Ավիաընկերությունները շարունակում են սահմանափակել կամ չեղարկել դեպի Իրան եւ Իրանից չվերթները, որոնցից մի քանիսի ծառայությունները կասեցվել են մինչեւ ուրբաթ հունվարի 16-ը։ Ըստ հայտարարության ԱՄՆ քաղաքացիները պետք է պատրաստ լինեն կապի այլընտրանքային միջոցներ պլանավորելու եւ դիտարկեն Իրանից ցամաքային ճանապարհով դեպի Հայաստան կամ Թուրքիա մեկնելու հնարավորություն, պահպանելով անվտանգության կանոնները։ Իրանի արտաքին գործերի նախարարություն են կանչվել Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ Ֆրանսիայի դեսպանները։ Իրանի վերնախավը որոշել է նրանց ներկայացնել ցույցերի ընթացքում իրականացված բռնությունների տեսանյութեր, որոնք ապացուցում են, որ մեծաթիվ զոհերի հեղինակները ոչ թե երկրի անվտանգային ուժերն են, այլ հենց ցույցի մասնակից ահաբեկիչները։ Արտաքին գործերի նախարարությունը երկրներից պահանջել է հետ վերցնել բողոքի ցույցերին աջակցող հայտարարությունները։ ԱՄՆ նախագահը չի պատրաստվում հետ կանգնել Իրանի դեմ ձեռնարկած քայլերից եւ հայտարարել է, որ 25% մաքսատուրքեր կսահմանի բոլոր այն երկրների նկատմամբ, որոնք համագործակցում են Իրանի հետ։ Մամուլում շրջանառվում են տեղեկություններ, թե Թրամփը հակված է հարված հասցնել այաթոլլաների ռեժիմին։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն եւ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին համաձայնության են եկել համակարգել անվտանգության հարցերը։ Իրանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղարը դատապարտել է արտաքին ուժերի կողմից Իրանի գործերին միջամտելու վերջին փորձը եւ ցավակցություն հայտնել անկարգությունների զոհերի համար։ Նա նաեւ պատրաստակամություն է հայտնել զարգացնել երկկողմ համագործակցությունը, հիմնվելով երկու երկրների միջև կնքված համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի վրա։ Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ եւ ոչ պաշտոնական տեղեկություններով Իրանում զանգվածային ցույցերի հետևանքով զոհերի թիվը հասել է 544-ի, այդ թվում երեխաներ եւ ուժայիններ։ Ղրիմի Թեոդոսիա քաղաքի մերձակայքում գտնվող լիճ է ժամանել ֆլամինգոների խոշոր խումբ։ Վերջին մի քանի տարիների ընթացքում Ղրիմում նման մեծ խմբերի ֆլամինգոներ չեն եկել։ Ըստ մասնագետների, կենդանիները ժամանել են Օդեսայի մարզից, Թուրքիայից կամ Արևմտյան Ղազախստանից։